հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացավ, նա այս պահին անցագրային կետում է գտնվում, մինչ շտապօգնությունը կժամաներ Պաշտպանության նախարարության բուժօգնության սպասարկող անձնակազմը առաջին օգնություն ցուցաբերեց։ Նշեմ, որ իրավիճակը Պաշտպանության նախարարության շենքի առջև լարվեց այն բանից հետո, երբ անհետ կորածների ծնողներին հավաստիացրել էին, որ այսօր ըստ ծնողների հավաստիացրել էին, որ այսօր տեղի կունենա հանդիպում գլխավոր շտաբի պետի, ինչպես նաև Կամո Վարդանյանի եւ հետախուզության նախկին պետի հետ, սակայն մոտ 1 ժամ առաջ հայտնեցին, որ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է պատրաստ ընդունել ծնողներից 3-ին միայն, այնինչ այստեղ 30-ն են գտնվում եւ ծնողները շաբաթ օրը տեղ ունեցած ակցիայի ժամանակ կրկին Պաշտպանության նախարարության առջև պետք է ընդունեն։ Ծնողները նշում են, որ ցանկություն չունեն տեսնելու Արման Սարգսյանին, մի քանի անգամ տեսել են նրան, սակայն ոչ մի դրական տեղաշարժ տեղի չի ունեցել։ Նշեմ նաև, որ Արման Սարգսյանը հանդիսանում է գերիների անհայտ կորած անձանց միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։ Արսեն Ղուկասյանին այս պահին մոտեցնում են շտապօգնության մեքենայի մոտ։